Հանդիպելով մեկ բանով ենք զբաղված։ Մենք արդարության եւ արդարդատության փնտրտուքներով ենք զբաղված։ Յուրաքանչյուր անգամ սպասում ենք, որ հերթական դատավորը, մեր ընդհանուր դատական համակարգը կգտնվեն իրոք անաչառ, կգտնվեն անկաշկանդ եւ իրականում կիրականացնեն արդարադատության, ինչի համար էլ նրանք ստեղծված են եւ կոչված են։ Եվ այսօր էլ հերթական անգամն է, որ սպասում ենք բնականաբար, որ դատարանը կգտնի իր մեջ բավարար խիզախություն, որպեսզի կայացնի իրոք արդար որոշում։ Այսինքն լավատեսորեն եք։ Միշտ պետք է լավատեսորեն մոտենանք, թեպետ վերջին շրջանում բոլորս միասին ականատես ենք լինում այն ռեպրեսիաների, այն գործողությունների շղթայի, շարանի եւ ըստ էության հիմա մենք խոսել, չգիտեմ, իրավաբանության, իրավական փաստարկների, փաստերի մասին առհասարակ կարծում եմ իմաստազուրկ է, որովհետեւ սա բնավ իրավաբանական կամ իրավական գործընթաց չէ, սա բացահայտ քաղաքական գործընթաց է, հետեւաբար այստեղ միայն քաղաքական արգումենտացիայով պետք է խոսել։ Բնականաբար, որ ասում եմ շղթայի է, նկատի ունեմ, որ այստեղ էլ որևիցե իրավական գործընթաց չկա։ Դուք ինքներդ տեսաք 3 օր շարունակ գործը քննվում էր, կարծում եմ աննախադեպ էր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի համար, որտեղ կարևորագույն հարցն էր քննարկվում եւ նույնիսկ մակերեսորեն, եթե դուք դիտել եք եթերը, տեսել եք քանի հոգով են ներկայացված եղել պաշտպանական խումբը, այսպես ասած, ինչ փաստաթղթերով, ինչ փաստարկներով եւ հակառակ կողմը այսպես վստահ լինելով, որ որոշումը արդեն կա, գրված է, որևիցե, չգիտեմ, տրամաբանական եւ ռացիոնալ արգումենտացիա չբերելով, շատ հեշտությամբ կայացրեցին այդ որոշումը, ինչը եւս վկայում է, որ սա քաղաքական process-ի մի մաս է։ Եթե բարձ բարերով ասենք, դա որ քաղաքացիական խլել է սա ապօրինի ձևով մարտիրություն։ Այո, կարելի ենք հստակ փաստել, որ էքսպրոպրիացիայի եւս մեկ դեպք է, ժողովրդական լեզվով ասած, խլել են, փորձ են այն առնվազն կատարել, որովհետև գործընթացը դեռ շարունակվում է թե ներպետական ատյաններում, թե միջազգային, գիտեք, արբիտրաժում եւս վեճը քննվում է եւ մենք նույնպես ակնկալիքներ ունենք, որ արդեն միջազգային տիրույթում կստանանք իրոք իրավական որոշում, որը որ արդեն կիրառելի կլինի Հայաստանում։ Հարգելի հետևորդներ, Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք